խոսք, որ սրտիս մեջ դրված է, ձեզ հետ կուզեմ բաժնեկցեմ, խոսեմ, 3 առաջ օրը երեկոյան գիշերն է ծնվել, իմ մեջ այս խոսքը բարձրացել, ճիշտն ասած դրանից 2 օր առաջ, երբ որ Կարեն եղբայրը ասեց, որ ես պետքա խոսամ, քանի որ ինքը քաղաքում չի, մեկ այլ մեր Աստծո ժողովուրդ եկեղեցիներից մեկում ծառայում է Մրգաշենի եկեղեցում, խնդրեց, որ ես ծառայեմ եւ պատգամներ կար, 2 պատգամի վրա ասենց տարուբերվում էի, անընդհատ աղոթում էի, Տեր որը խոսեմ, այն մյուսը խոսեմ, այս մեկի մասին մտածում էի, գրառումների անում, այն մեկից էր միտք գալիս նորից գրառումների անում եւ 3 առաջ օրը գիշերը երբ որ պարկում էի քնելու արդեն պարկելուց առաջ սովորություն ունեմ հեռախոսով մի քանի րոպե զբաղվեմ, որ ավելի աչքերս հոգնի շուտ քնեմ, հենց հեռախոսը վերցրեցի, որ ինչ որ բան բացեմ նայելու, միանգամից Սուրբ Հոգին ասեց, բացիր, ես ինչ հատվածը գրքի։ Երբ որ բացեցի, սկսեց խոսքը իրար հետևից գալ եւ սկսեցի այս խոսքի վրա մտածել եւ երեկոյան հազիվ մի կեր վերջացրել եմ, բերել եմ վերջնական տեսքի եւ այսօր ուզում եմ ձեզ հետ բաժնեկցեմ։ Վստահ եմ, որ սա նաեւ Աստծո կամքն է, սա նաեւ Աստծո խոսքն է եւ իր տված խոսքն է, որովհետեւ հաստատումները նոր կանգնած ասում եմ Սուրբ Հոգի քեզ այնքան եմ սիրում, որ դու սենց մեկ միանգամից խփում ես, որ իրապես սա քեզանից է։ Երբ որ աղոթքի կանգնեցինք առավոտյան աղոթում էի, ես միաբանության մասին չէի ուզում աղոթեմ ընդհանրապես, բայց Սուրբ Հոգին միանգամից այդ աղոթքը բարձրացրեց։ Անահիտ քուրը խոսեց միաբանության մասին, սպասման մասին, եւ այն խոսքը, որ այսօր պետքա խոսամ, նաեւ այդ միաբանության մասին դրա մեջ բաժին կա, եւ խոսքի վերնագիրը հետեւյալն է. Սպասիր խոստացված զորությանը։ Գիտեք, Աստծո խոսքը, երբ որ նայում ենք, Աստծո խոսքի մեջ շատ տեղեր կա, որտեղ Աստված բազում խոստումներ ունի տված։ Եվ այն հատվածը, որտեղից ես պետք է խոսամ, Գործառաքելոց առաջի գլուխն է, եւ այդ հատվածում Աստված խոստանում է զորություն, Սուրբ Հոգու զորությունը։ Մենք մեր կյանքի մեջ շատ խոստումներ ունենք։ Չգիտեմ դու ինչպես, ես բազմաթիվ խոստումներ ունեմ, որոնք իմ կյանքում ինչ-որ իրավիճակների, ինչ-որ ժամանակների մեջ ոմանք կատարվել են, ոմանք դեռ ընթացքի մեջ են, եւ վստահ եմ դեռ շատ խոստումներ էլ կա, որ պիտի կատարվի, որովհետեւ ես էլ Աբրահամի եւ Սարայի նման հավատում եմ, որ հավատարիմ է խոստացողը։ Գիտեք, մի բան, որ մենք կարիք ունենք վստահելու դրա մեջ, հավատալու, որ նա որ խոստացել է, նա հավատարիմ է։ Մարդը չի, որ մեզ խոստացել է։ Եթե մարդը քեզ ինչ-որ բան խոստանա, եթե ես քեզ ինչ-որ բան խոստանամ, հատկապես ես, քանի որ մոռացկոտ եմ, կարող ես կասկածել, բայց երբ որ Աստված խոստանում է ինչ-որ մի բան, սիրելիս, ուզում եմ քեզ քաջալերեմ, մի կասկածիր երբևիցե դրա վրա, որովհետև նա հավատարիմ է իր ամեն խոսքը, խոստումը կատարելու եւ քո կյանքի մեջ բերելու։ Եվ տեսնում ենք, երբ որ Աստծո խոսքին ուշադրություն ենք դարձնում, Աստծո խոսքի տարբեր հատվածների մեջ, նաև այդ խոստմանը Աստծուն, Աստծո խոսքին, Աստծո խոստումներին սпасելու հորդոր է տալի Աստված։ Եվ Սաղմոս 2:40 Սաղմոսի առաջի համարում ասում է. «Սпасելով ես սпасեցի Տիրոջը, եւ նա դարձավ ինձ նայեց եւ լսեց իմ աղոթքը»։ Լսեց իմ աղաղակը։ Սիրելիս, Աստծո խոսքը Սաղմոս 2-ի շուրթերով ասում է. ես սпасելով սпасեցի, այսինքն ես համբերատար սпасեցի, այնքան ժամանակ, ինչքան որ հարկավոր էր, ես սпасեցի եւ ոչ մի բան ինձ չխանգարեց իմ Տիրոջը սпасելու, իմ Տիրոջ առաջ կանգնելու, ես ոչ մի բանի վրա ուշադրությունս չշեղեցի, այլ սпасեցի այնքան ժամանակ, մինչեւ որ իմ Աստվածը դեպի ինձ նայի եւ իմ աղոթքին, իմ խնդրվածքին, իմ աղաղակին նա պատասխան տա։ Սա է այն կեցվածքը, որ Աստված մեզանից կամենում է, մեզանից ակնկալում է, որ սпасենք այնքան, մինչև որ նրա պատասխանը գա մեր կյանքերի մեջ։ Գիտեք, շատերը ասում են, դե չեղավ, աղոթեցի, խնդրեցի, Աստված ասել էր այս բանը ինձ համար, բայց չի լինում, չկա, ինձ չի հասնում այդ բանը։ Սիրելիս, Աստծո խոսքն ասում է, անկախ նրանից, երբ կգա այդ խոսքը, նա գալու է քո կյանքում։ Որովհետև երբ որ կարդում ենք Ամբակումի գիրքը, տեսնում ենք Ամբակում մարգարեի խոսքերը Աստծո շուրթերից, որ հնչում է մարգարեի միջոցով, ասում է, որովհետև տեսիլքը, գիտեք սիրելիներս, շատերից տեսիլքներ Աստված տվել, որ մեր կյանքում պիտի իրականանա։ Ամեն։ Ունես տեսիլք Աստծո կողմից։
Եթե չունես, խնդրի Տիրոջը, սիրելիս, որովհետև Աստված գիտի տեսիլք տալ, գիտի քեզ նպատակ տալ, ուղղվածություն տալ։ Եթե ունես այդ ուղղվածությունը, եթե ունես այդ տեսիլքը, նպատակը, եթե ունես Աստծուց հայտնություն, ունես Աստծուց նպատակ քեզ տրված, որ քո կյանքում պիտի լինի, քո միջոցով պիտի լինի, խնդրիր դրա համար, աղոթիր դրա համար, սպասիր դրան, եւ Աստծո խոսքը Մարգարեի շուրթերով ասում է, որովհետեւ տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է։ Ցանկացած բան Աստված, որ տալիս է ինձ եւ քեզ, նա ունի ճիշտ ժամանակ, նա ունի ճիշտ նպատակ եւ գիտի երբ պետքա դա տեղի ունենա քո կյանքում։ Մենք ենք, որ շատ անգամներ մեր վռասկոտության պատճառով համարում ենք, որ Աստված ուշացնում է այդ ամենը։ Մենք ենք, որ մտածում ենք, որ այս բանը մեզ հենց այսպես է պետք, հենց այսօր է պետք, հենց այստեղում է պետք, բայց Աստված գիտի, սիրելիս, երբ եւ ինչպես ու ում միջոցով դա քեզ փոխանցի։ Եվ դրա համար ամբակումն ասում է, տեսիլքը գրված ժամանակի համար է, եւ շարունակում ասում է, եւ շտապում է դեպի իր վախճանը։ Սիրելիս, նրա խոստումը երբեք չի ուշանում։ Նա միշտ շտապում է, գալիս է իր ընթացքով, այն ընթացքով, որ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հայտնվի քո կյանքի մեջ։ Եվ ասում է, եթե անգամ մտածես էլ, որ նա ուշանում է, շարունակում է ասում է, եթե անգամ եւ շտապում է դեպի վախճանը եւ չի ստում, եթե նույնիսկ դանդաղի էլ, սպասիր նրան, որովհետեւ անպատճառ պիտի գա եւ չպիտի ուշանա։ Նայեք, խոսքը չի ասում եւ չպիտի այլևս չգա կամ կորչի, ասում է չպիտի ուշանա։ Աստծո խոսքն ասում է, այն падգամը, այն խոսքը, այն օրհնությունը, այն նվերը, այն առողջությունը, այն տեսիլքը, որ ես քո համար պատրաստել եմ, որ քո հետ խոսացել եմ, դա իր ընթացքի մեջ է, նա իր հունով գալիս է, ուղղակի դու նրան սպասիր։ Շատ անգամներ մենք սպասում ենք եւ ձանձրանալով կամ հուսահատվելով կամ կասկածելով դրանց վրա թողնում եւ հետ ենք դառնում։ Բայց Աստծո խոսքն ասում է, ամեն դեպքում դու սպասիր դրան, որովհետեւ նա հենց իր ճիշտ ժամանակին է գալու։ Եթե օրինակ վերցնենք Աբրահամի կյանքին, կտեսնենք, Աբրահամն սպասեց, 70 քանի տարի սպասում էր, որդի չուներ եւ Տիրոջը աղաղակում էր, աղոթում էր, Տերն ասեց որդի կունենաս, բայց մեկ օր նա չսպասեց։ Նա լսեց կնոջը եւ մտավ աղախնի մոտ եւ նրանից որդի ունեցավ։ Բայց Աստծո նպատակը ճիշտ այն ժամանակի մեջ էր, որում պետքա ծնվեր Իսահակը, որը նրա կյանքի մեջ պետքա բերեր ուրախությունը, երջանկությունը, որով նրան պիտի սերունդ տրվեր, որով նրա սերունդը պիտի շարունակվեր եւ այդ սերունդից պիտի Քրիստոս ծնվեր, սիրելիս։ Եթե դու հաստատակամ մնաս այնքան ժամանակ, որի համար Աստված խոսել է եւ չշտապես քո կյանքի որևիցե ոլորտի մեջ, որի մասին դու դիմել ես Տիրոջը եւ խոսք ունես, սիրելիս, ես քեզ ուզում եմ 100 միլիոն տոկոս ավել ասել, որ դա ամենակատարյալը պիտի լինի քո կյանքում։ Դու երբ որ դա կգա քո կյանքի մեջ, նրա մեջ դու ցավ չես զգա, նրա մեջ դու ափսոսանք չես զգա, նրա մեջ դու որևիցե բացասական բան չես գտնի, որովհետև դա կատարյալ Աստծո ձեռքի գործն է եւ նրա նպատակն է։ Բայց երբ որ մենք շտապում ենք եւ մեր մարդկային քայլերն ենք անում, գուցե ափսոսենք հետագայում, գուցե ինչ որ բանի համար ափսոսանք ապրենք, գուցե զղջանք, որ սխալ բան արեցինք, շտապեցինք։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, երբեք Աստծո խոստումները ուշացած մի համարիր, նա գիտի ճիշտ ժամանակին գալ։ Ուղղակի սպասիր։ Տիտոսին ուղղված թղթի մեջ Պողոսը առաջի գլուխ 2-րդ խոսքում խոսելով Աստծո մասին եւ այն պաշտոնի մասին, որ Աստծուց ունի ինքը ժողովրդին ծառայելու, հեթանոսներին ծառայելու, ասում է, որովհետև ժամանակներից, հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստվածը։ Հրաշալի խոսք, չէ՞։ Խոստացավ անսուտ, այսինքն չստող Աստվածը։ Հենց հիմա խոսում եմ եւ մեջս մի միտք է բարձրանում, որ քեզ ուզում եմ քաջալերեմ դրա մասին։ Ինչ խոստում, որ հենց հիմա քո մտքին գալիս է, որ Տիրոջից ստացել ես։ Հենց հիմա թույլ տուր Սուրբ Հոգին բերի քո մեջ մի խոստում, որ Տիրոջից դու առել ես, որ պիտի լինի քո կյանքում։
Դրա համար հենց հիմա կանգնիր եւ ասա Տեր, ես սպասում եմ այդ խոստմանդ։ Եվ վստահ եմ դու կունենաս վկայություն մոտ ժամանակների մեջ, որ պիտի դա քո կյանքում կատարվի եւ դու պիտի տեսնես դա, որովհետեւ խոստացել է անսուտ Աստվածը։ Եվ երբ որ նայում ենք Աստծո խոսքին, որն ասում է, քաջալերում է, մեզ հորդորում է սпасել, նաև այդ խոսքը, այս նույն Աստվածաշունչը, Աստծո խոսքը, որ ճշմարտության խոսքն է, որ հավիտենական խոսքն է, որ կատարյալ խոսքն է, նա մեզ նաև քայլեր է տալիս, ուղղորդման քայլեր այդ սպասման ընթացքում, թե ինչպես պետք է մենք շարժվենք, ինչ քայլեր պետք է անենք, որպեսզի մեր սպասումը կատարյալ լինի, որպեսզի մեր սպասման մեջ գա Աստծո օրհնությունը։ Եվ հենց այս հատվածից սկսած Գործք առաքելոց առաջի գլուխը կուզեմ բացեք, եթե ձեր մոտ կա Աստվածաշունչ կամ ունեք հեռախոսային տարբերակով, եւ հետևեք առաջի գլուխ 3-րդ խոսքից մենք կարդում ենք. Ղուկաս ավետարանիչը գրելով Թեոփիլեին պատմում է այն պատմվածքը եւ ասում է ես քեզ գրել եմ արդեն առաջի պատմվածքը այն ինչ որ կատարվեց եւ այն ինչ որ եղավ աշակերտների եւ Հիսուսի ներկայությամբ նրա ծառայության ընթացքում եւ ասում է այդ պատմությունից հետո Հիսուսը երբ որ համբարձվում էր հետեւյալն ասեց առաջի բանը որ կարդում ենք 3-րդ խոսքից ասում է որոնց էլ իր չարչարանքներից հետո իրան կենթանի կանգնեցրեց շատ ապացույցներով 40 օրվա միջոցում երևալով նրանց եւ Աստծո արքայության համար խոսելով գրողը խոսում է եւ ում ուղղված այս գիրքը նրան ասում է նա իր աշակերտներին երևաց նրանց ում որ իր չարչարանքներին եւ իր փառքին մասնակից արեց եւ ասում է նրանց հայտնվեց իր հարությունից հետո եւ 40 օր նրանց հետ էր նրանց տարբեր իրավիճակներում հայտնվեց եւ մի բան որտեղ շեշտ է դնում նրանց հետ խոսեց արքայության մասին գիտեք սիրելիներս Աստծո նպատակը իմ եւ քո համար արքայությունն է Աստված երբեք մտահոգված էլ չի, նա գիտի ինչ պետք է անի քո առօրյայում, նրա համար խնդիր չկա քո առօրյայում ինչ որ բան անելու եւ նա մտահոգված չի, ասենց ասած գլխից չի բռնել չգիտենալով ինչ պետք է անի, նրա կարիքը նպատակը իմ եւ քո կյանքի մեջ արքայությունը փոխանցելն է Որովհետև մենք սիրելիներս ավելի շատ մտածում ենք մեր առօրյայի մասին, մեր հոգսերի մասին, քան արքայության մասին։ Եվ դրա համար Աստված ամեն ջանք անում է, ամեն բան մտորում է, ամեն քայլ անում է, որ իմ եւ քո կյանքի մեջ նրա արքայության կարեւորությունը բերի։ Եվ Հիսուսը իր աշակերտների հետ երբ որ հանդիպեց, չասեց Պետրոս, բա ինչ եղավ, դու մի ժամանակ ասում էիր, քեզ չեմ ուրանա Բայց դու չէիր Պետրոս ջան, բա դու չէիր Հովանես ջան, որ ընկած էիր իմ լանջքին, իմ սիրելի աշակերտն էիր, դուն էլ Թովմաս, որ այս գործն էիր անում, այն մեկը գնացիք, նա դրա մասին չխոսեց սիրելիներս, նա չասեց ինչով եք զբաղված, ինչ եք անում, ինչ կարիք ունեք, որդ եք հիվանդ, որդ չեք հիվանդ, Նա նրանց հետ խոսում էր արքայության մասին, արքայության գանձերն էր նրանց փոխանցում, արքայության կարևորությունն էր փոխանցում, եւ այսօր էլ Աստված մեզանից ուզում է, որ մենք մեր սպասման մեջ մենք կարևորություն տանք արքայությանը։ Մատթեոս ավետարանի մեջ ասում է. ամեն բանից առաջ խնդրեցեք եւ փնտրեցեք այն ինչ որ արքայությանն է պատկանում։ Հիսուսը հենց իր սկզբից, ի սկզբանե, երբ որ սկսեց իր քարոզչությունը, նա խոսեց այդ մասին, որովհետև արքայությունը մոտեցած է։ Փնտրեք այդ արքայությունը, որովհետև նրա մեջ ամեն բան կա, ինչի կարիքը որ դուք ունեք։ Երբ որ արքայությունը, երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը կգա քո կյանքի մեջ, դու այլևս ոչ մի բանի կարիք չես զգա։ Որովհետև նա կբերի քո կյանքի մեջ բավարարվածություն, լեբլեցուն օրհնություն եւ դու որևիցե բանի կարիք չես ունենա այլևս։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, նա նրանց հետ խոսում էր արքայության մասին։ Սիրելիս, դու արքայության որդի ես եւ դու կարիք ունես այդ արքայության մասին մտածել, այդ արքայությանը ընթառաջ գնալ, դեպի այդ արքայության օրհնությունները գնալ։ Այն ինչ որ երկրային է
ժամանակավոր է եւ անցողիկ է։ Մենք կարող ենք ձգտել շատ բաների եւ դրանք մեկ օր այլևս չենք ունենալու, բայց երբ որ մենք ձգտենք արքայությանը, երբ որ մենք մտածենք արքայության մասին, երբ որ մենք խոսենք արքայության մասին, մենք կունենանք երկնային օրհնությունները եւ հավիտենական օրհնությունները։ Ամեն։ Եվ 6-րդ եւ 8-րդ խոսք, 6-ից 8-րդ խոսքերն էլ կուզեմ այս կետի մեջ կարդամ։ Եվ ասում է, եւ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակումն ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։ Եվ նա նրանց ասեց. ձեր բանը չգիտենալ ժամանակները եւ ժամերը, որ հայրը իր իշխանությունում դրավ, բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Նա խոսեց արքայության մասին, նա քարոզում էր արքայության մասին, բայց աշակերտները, որոնք մեզ նման մարդիկ էին, գնացին նրան հարցնում էին. Տեր, այն ինչին, որ մենք ֆիզիկապես սպասում ենք, երբ է գալու։ Իսրայելի թագավորությունը, որին մենք սպասում ենք, նայեք տարբերությունը, նրանք չասեցին Տեր, քո թագավորությունը երբ է գալու, նրանք ասեցին Իսրայելի թագավորությունը երբ է վերականգնվելու, նրանք մտածում էին ֆիզիկական շոշափելի եւ մարդկային շահից ելնելով։ Նրանք մտածում էին, որ Մեսիան պիտի գա, իրանց պիտի ազատի ամեն բաներից եւ նրանք նորից պիտի լինեն գերհզոր պետություն, գերհզոր թագավորություն, որի առաջ շատերը պետքա խոնարհվեն։ Բայց նրանք չէին մտածում արքաներից արքայի մասին, Մեսիայի թագավորության մասին, որի առաջ պիտի բոլոր ժողովուրդները խոնարհվեն։ Նրանք հարցնում էին մենակ մարմնավորը, ֆիզիկականը, հետաքրքրված էին դրա մասին եւ պատասխանը սա էր. մի մտածեք այն ամենի մասին, ինչը որ Աստծո իրավասության մեջ է դրված, դուք մտածեք միայն երկնքի արքայության մասին, որը ձեր բաժինն է, որը պետք է գա ձեր կյանքերի մեջ, եւ ասեց, անկախ նրանից ինչ կկատարվի, դուք սպասեք վերևից իջնող զորությանը։ Սիրելիս, զորությունը երկնքից է, զորությունը արքայությունից է, եւ Հիսուսի ուղղորդում է մեզ ամեն մեկից այս խոսքերով իր աշակերտի առաքյալի միջոցով հետեւյալն է. խոսեք արքայության մասին, մտածեք արքայության մասին եւ սպասեք արքայությունից եկող զորությանը, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, երբ որ այդ զորությունը կգա, դուք այդ ժամանակ կարող եք լինել իմ վկաները։ Այս զորության կետին կանցնենք եւ 4-րդ խոսքը մի փոքր համարները հետո առաջ է, բայց կուզեմ ուշադիր լինեք։ Եվ 4-րդ խոսքն ասում է, եւ նրանց միասին ժողոված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հորավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք։ Հիսուսը խոսում է Ղուկաս ավետարանի վերջի գլուխ, վերջի խոսքերում մեր որ կարդում ենք, երբ որ իր աշակերտների հետ խոսում էր նախքան համբարձվելը, ասեց գնացեք եւ Երուսաղեմում սպասեք, մինչեւ որ այն խոստումը, որ ձեզ տվեցի, հորից կառնեք։ Հիսուսը մի հատ ուղղորդում է տալիս։ Նա չասեց գնացեք ամեն մեկը ձեր տարածքում, որտեղից որ եք, սպասեք այնտեղ։ Նա խոսեց եւ ասեց գնացեք Երուսաղեմում սպասեք։ Երուսաղեմ անվան թարգմանությունը խաղաղության տուն, խաղաղության վայր թարգմանությունն ունի։ Եվ Աստծո խոսքը ասում է գնացեք այդ խաղաղության կենտրոնում, խաղաղության վայրում սպասեք իմ խոստմանը։ Սիրելիս, երբ որ դու ունես Աստծուց խոստում, թող ոչ մի բան այդ խոստմանդ առաջ քո կյանքում տագնապ չբարձրացնի։ Թույլ մի տուր որևիցե ճանապարհ, որը տագնապի է, որը կասկածի է, գա եւ խափանի, խաչմերուկ հանդիսանա Աստծո խոստումներին ընթառաջ գնալու ճանապարհի վրա։ Դու գնա եւ Աստծո խաղաղության մեջ սպասիր նրան, որովհետեւ Աստծո խոսքը երբ որ կարդում ենք Եփեսացիների թղթի մեջ 2-րդ գլուխ 14-րդ խոսքում Պողոս առաքյալը Եփեսոսի եկեղեցուն ասում է. Տերն է մեր խաղաղությունը։ Մնա Տիրոջ մեջ, մնա նրա կամքի մեջ եւ կունենաս խաղաղություն։ Երբ որ դու նրա առաջ ես կանգնած եւ
Նրանից ունես սպասում ստանալու այն ամենը, ինչ որ քո կարիքն է, ինչ որ քո խնդրվածքն է, ինչ որ Աստված քեզ խոստացել է, նա կբերի քո կյանքի մեջ խաղաղություն եւ դու չես վախենա դրանք կորցնելուց կամ դրանք քեզ չհասնելուց, այլ խաղաղությամբ կարող ես, քանի որ Տիրոջ հետ ես, նրա խաղաղությունը կգա քո վրա։ Եվ Փիլիպպեցիների թղթի մեջ 4 գլուխ 7-րդ խոսքում Պողոսը նորից ասում է. Տիրոջ խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, որ ամեն մտածմունքներից, ամեն կասկածներից, ամեն տեսակ միտքը, որ կարող է գա քեզ քո մեջ, դրանցից բարձր է Տիրոջ խաղաղությունը։ Խնդրեք այդ խաղաղությունը եւ թույլ տվեք սիրելիներս այդ խաղաղությունը գա ձեր կյանքի մեջ, պարուրի ձեր կյանքը, որ ինչպես որ Կողոսացիների թղթի մեջ Պողոսը նորից ասում է 3:15-ում ասում է եւ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում։ Ոչ միայն ուղակի մի պահ գա խաղաղությունը հանդարտվեք եւ նորից անցնեք մնացած առօրյա ընթացքին, այլ այդ խաղաղությունը թող ամեն օր քո սրտի մեջ իշխի, նա իր տեղն ունենա, նա իր բարձր դիրքն ունենա քո կյանքի մեջ, որպեսզի քո կյանքում միշտ նրա խաղաղությունը առատ լինի։ Եվ այդ խաղաղությամբ էլ դու սպասիր նրա խոստմանը, որովհետեւ անսուտ է խոստացողը։ Ամեն։ Առաջի գլուխ 14 խոսքը առաջ անցնելով մենք տեսանք սկզբից Ղուկասը հորդորում է արքայության վրա մտածել, արքայության մասին մտածել եւ արքայությունը փնտրել։ Հետո նա խոսում է, որպեսզի մենք սպասենք այդ խոստմանը եւ դեպի այդ խոստումները գնանք խաղաղության մեջ սպասենք եւ շարունակությունն ասում է 14-րդ խոսքում ասում է երբ որ նրանք աշակերտները եւ այն բազմությունը ովքեր որ մնացին եւ գնացին նրանց առաքյալների հետ ինչպես որ Հիսուսն ասել էր մտան Երուսաղեմ եւ բարձրացան Վերնատունը 13-րդ խոսքում ասում է եւ երբ որ մտան վեր ելան Վերնատունը որտեղ որ բնակվում էին եւ շեշտում է անունները առաքյալների եւ մի քանի կանանց անուններ այդ թվում նաեւ Հիսուսի եղբայրներին է շեշտում եւ շարունակությունը երբ որ կարդում ենք 14-րդ խոսքը ասում է սրանք ամենքը միշտ միաբան աղոթք էին անում եւ աղաչանք էին բարձրացնում դեպի Տերը։ Նրանք ամենքը ասում է միաբան մեկտեղ էին։ Առաջի բանը, որ ուզում եմ դրա վրա կանգ առնել միաբանությունն է, սիրելիներ։ Մենք եկեղեցի ենք, մենք ընտանիք ենք, մենք համայնք ենք, մենք Աստծո ժողովուրդն ենք։ Եվ ինչպես որ աշակերտները, ովքեր որ Հիսուսի վերջի հրահանգը լսեցին եւ գնացին եւ Աստծո խոսքը նրանց մասին վկայում է, ասում են նրանք բոլորը միաբան էին։ Եթե քերականական վերլուծության ենթարկենք միաբան բառը, ինքն ունի երկու արմատ՝ մեկ եւ բան։ Այսինքն մեկ խոսքի, մեկ գործողության, մեկ նպատակի վրա առաջ գնացողներ։ Եվ մեր եկեղեցին որպես եկեղեցի ունենք տեսիլք, ունենք նպատակ Աստծուց տրված։ Եվ սիրելիս մենք կարիք ունենք այդ տեսիլքի, այդ գործի, այդ նպատակի համար միաբանվելու։ Մեկ միտք ունենալու, մեկ կարծիք ունենալու, մեկ հոգի ունենալու, մեկ աշխատանք անելու։ Եվ որն է սա։ Միաբանությունը ոչ միայն ֆիզիկապես է, այլ նաև հոգեպես։ Դու կարող ես ֆիզիկապես այստեղ նստած լինել, սիրելիս, բայց քո միտքը, քո ուշադրությունը, քո մտածմունքները լրիվ աշխարհի մյուս ծայրում լինի։ Դու կարող ես այստեղ նստած լինել, բայց դու չկարողանաս վերցնել այն օրհնությունը, որ Աստված երկնքից բերում է այսօր քեզ համար։ Դու կարող ես այստեղ նստած լինել, բայց չկարողանաս մտնել այն նպատակի մեջ, այն օրհնության, այն օծության ալիքի մեջ, որ Աստված այսօր հիմա բերում այս վայրի մեջ, որովհետև դու մտքով ուրիշ տեղ ես։ Քո միտքը թափառում է ուրիշ տեղ, քո գործերով, քո զբաղմունքներով, քո կարիքներով։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, նրանք միաբան էին։ Ինչ եք կարծում, սիրելիներ, արդյոք առաջի դարում ապրող մարդիկ առօրյա հոգսեր եւ գործեր չունեին։
Արդյոք այդ 120 քանի հոգին որևիցե գործ եւ որևիցե աշխատանք, որևիցե զբաղմունք չուներ։ Ուներ։ Սիրելիս, այսօր մենք կարող ենք ընդամենը մի հատ կոճակ սխմել եւ մեր լվացքը անի։ Մենք կարող ենք ընդամենը մի հատ կոճակ սխմել եւ մեր լույսը միանա։ Մենք կարող ենք ընդամենը մի հատ կոճակ սխմել եւ ամեն ինչ որ անում ենք կատարվի։ Մենք կարող ենք ընդամենը մի կոճակ սխմել եւ մարդկանց հետ զրուցել եւ դա մեզանից տարածական ժամանակ չտանի, բայց առաջի դարի ժողովուրդը կարիք ունեին մեկը մյուսին ինչ որ բան փոխանցելու համար երկար ժամանակ ճանապարհ անցնելու, որ գնան ասեն այս բանը կանես կամ այս բանը կասես։ Նրանք ավելի ժամանակային խնդիր ունեին այսօրվա դրությամբ, այսօրվա հետ համեմատական անցկացնելով, բայց Աստծո խոսքը նրանց մասին ասում է, նրանք ամեն մեկը միաբան էին այն նպատակի համար, որի մասին խոսել էր Հիսուսը իրանց հետ։ Նրանք ունեին նպատակ վերից զորություն առնելու։ Այսօր ունես նպատակ վերից զորություն առնելու, դու կարիք ունես միաբան լինելու եկեղեցու հետ։ Դու կարիք ունես միաբան լինել եկեղեցու ծրագրերի հետ։ Դու կարիք ունես միաբան լինել այն բոլոր ծրագրերի հետ, որի մեջ Աստված կանչել է եկեղեցուն իրագործելու այդ ամենը։ Գիտես, դու կարող ես ֆիզիկապես այստեղ չլինել, բայց քո աղոթքով միաբան լինես այն ծրագրերին, որը եկեղեցին իրագործում է։ Դու կարող ես ֆիզիկապես էլ ներկա լինել քո կարողության չափով աջակցելու, դու կարող ես միաբան լինել աղոթքով կանգնելու այս վայրի մեջ, երբ որ հայտարարվում է աղոթքի ժամեր տարբեր բաների մեջ, տարբեր օրերի, տարբեր ծառայողական ոլորտների մեջ, տարբեր բնակավարների համար։ Դու կարող ես ասես ես ծառայող չեմ, այո դու ծառայող չես, երեքշաբթի համեցիր սիրելիս աղոթքի։ Դու ծառայող ես, սիրելիս ծառայողական աղոթքին համեցիր։ Սիրելի երիտասարդ, դու երիտասարդ ես, երիտասարդական աղոթք գոյություն ունի։ Միաբան եղիր եկեղեցու ընթացքին եւ եկեղեցու այն նպատակներին, որը Աստված դրել է եկեղեցու առաջ։ Եվ կարող ես տեսնել այն զորությունը, որ կգա քո կյանքի մեջ, որովհետև Աստծո խոսքն ասում է, նրանց հորդորեց, գնացեք եւ միաբան սպասեք, եւ նրանք էլ գնացին եւ միաբան սպասում էին, նրանք միաբան էին Աստծո նպատակների շուրջ։ Նրանք երբեք ոչ մեկը չասեց, գիտես Պետրոս այսօր գործ ունեմ, արի ես այսօր գնամ չգամ աղոթքին, դուք աղոթքեք ոչինչ։ Սիրելիներս, երեք հենց այս խոսքը իմ սրտի հետ խոսեց, ես երեք չեկա մեր մեդիայի աղոթքին։ Ներողություն եմ խնդրում եւ տղաների առաջ եւ Աստծո առաջ։ Ես մտածեցի, հոգնած եմ նստեմ պատգամից վրա պատրաստվեմ, որ ավելի պատրաստ լինեմ եւ հենց այս մտքի վրա երեկոյան նորից Սուրբ Հոգին խոսեց, խոսացողը ես էի, ես գիտեի ինչ կասեմ քեզ։ Սիրելիս, ես պետք է միաբան լինեմ Աստծո ժողովուրդ եկեղեցու ամեն նպատակներին, որ Աստված տվել է, որ Աստված կանչել է, որի մեջ Աստված բարձրացնում այս եկեղեցին։ Երբ որ դու միաբան կլինես այս եկեղեցու ընթացքին, այն նպատակներին, որի մասին Աստված խոսել է, կտեսնես նաև այն զորությունը, որը եկեղեցու միջոցով կգործի։ Ոչ միայն քո կյանքի մեջ, այլ Գյումրի տարածքում, Գյումրիից դուրս եւ ամբողջ աշխարհում։ Եվ շարունակությունն ասում է, նրանք աղոթք էին անում։ Միաբանության մասին երկու համար, որ առանձնացրել եմ, կուզեմ կարդամ, մեկը Կողոսացիների թուղթն Կորինթացիների թղթի առաջի Կորինթացիների գլխում առաջի գլուխ 10-րդ խոսքում Պողոսը Կորինթոսի եկեղեցուն հորդորում ասում է. «Սիրելի եղբայրներ, խնդրում եմ ձեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք եւ ձեր մեջ երկպառակտություն թող չլինի»։ Սիրելի եկեղեցի, թող քո մեջ երբեք երկպառակտություն չլինի։ Միաբանվիր ամեն ժամանակ եկեղեցու հետ եւ նրա տեսիլքի հետ։ Կանգնիր աղոթքով եւ ասա. Տեր, ես ուզում եմ քո եկեղեցու տեսիլքի մեջ մաս ու բաժին ունենալ։ Եթե անգամ ֆիզիկապես էլ շատ ժամանակ չեմ կարողանում ներկա գտնվել, բայց ես իմանալով այդ տեսիլքը, այդ ծառայությունը, ես ուզում եմ կանգնել այդ ծառայության համար եւ աղոթել, իմ աղոթքով միաբանվել եւ աջակցել այդ ծառայությանը։ Եվ մեկ ուրիշ տեղ Հիսուսը երբ որ խոսում է, ասում է. դարձյալ ասում եմ ձեզ, Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 19-20 համարները, եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն,
երկու հոգի սիրելիս, կարող ես կողքինիդ հետ կանգնել եւ ասել. «Արի ես եւ դու»։ Երկու հոգին բավական է սիրելիս, որպիսի Աստծո նպատակը իրագործվի։ Եվ Հիսուսն ասում է, եթե երկրի վրա ձեզանից երկու հոգի մեկ բանի համար միաբանվի, ինչ էլ որ խնդրի, կլինի նրանց իմ հորից, որը երկնքում է։ Եվ շարունակում ասում է, որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ եմ։ Սիրելիս, ես վստահ եմ, Աստված իր փառքի ներկայությունով հենց հիմա այստեղ ներկա է։ Աստված իր փառքի ներկայությունով ներկա է այնտեղ, որտեղ երկու հոգի կանգնում են իր անունով եւ կանչում են հոր ներկայությունը։ Հորն են աղաղակում, հորն են բերում իրանց խնդրվածքը։ Եվ Աստծո խոսքի համաձայն Աստծո խոսքն ասում է, որ ինչ որ խնդրեք, պիտի լինի ձեր կյանքում։ Ունես խնդրվածք, վերջում աղոթելու ենք։ Ես ուզում եմ քեզ վստահեցնեմ։ Երբ որ վերջում կկանգնենք, հիմա հենց հիմա մեջս գալիս է, որ ուզում եմ քեզ փոխանցեմ, երբ որ կկանգնես վերջում աղոթքի, սիրելիս կխնդրեմ, եթե կան մեր մեջ ամուսիններ, բռնիր քո ամուսնու ձեռքը, եթե ոչ, քո կողքինի ձեռքը, եթե ընտանիքի անդամ եք, քույր եղբայր եք, բռնեք իրար ձեռք, մոտեցեք իրար հետ, երկուսով միաբանվեք։ Իմ հոգու մեջ գալիս է այս աղաղակը, այս խոսքը, որ Աստված այսօր քո կյանքում, քո միաբանության մեջ ճեղքում պիտի բերի, քո աղոթքի մեջ ճեղքում պիտի բերի, քո խնդրվածքի մեջ ճեղքում պիտի բերի, քո աղաղակի մեջ պատասխան պիտի գա այսօր, որովհետև անսուտ է խոստացողը։ Երբ որ դու նրա առաջ միաբանվես, մեկ միտք ունենաս, մեկ աղոթքի մեջ կանգնես եւ նրա ներկայության մեջ, Աստծո ներկայության մեջ լինես, ինչ որ խնդրես այսօր պիտի ստանաս նրանից։ Շարունակությունը, ասում նրանք միաբան էին եւ նրանք աղոթում էին։ Աղոթքը Աստծո սրտի ամենափափագելի բանն է իր զավակների համար։ Եվ Աստծո խոսքը շատ անգամներ, շատ տեղերում հորդորում է, պատվիրում է, քաջալերում է, աղոթք արեք։ Հիսուսը երբ որ Գեթսեմանիում էր, երբ որ փորձության ժամանակ այդ տագնապալից իրավիճակի մեջ նա պիտի կանգներ, նա իր աշակերտներին մեկ բան հորդորեց. աղոթք արեք։ Սիրելիս, չգիտեմ ինչ իրավիճակ կա հիմա քո մեջ, ինչ փոթորիկ, ինչ տագնապ, ինչ հարցեր կա քո մեջ, Աստծո խոսքը քեզ քաջալերում է, աղոթք արա։ Չգիտեմ ինչ սպասում ունես, չգիտեմ ինչ խոստում ունես դու հիմա Տիրոջից, որի մասին մտածում ես, որը Սուրբ Հոգին քո մեջ բերել է, հիշեցրել է քեզ, որ խոսել է քո հետ, աղոթք արա, որովհետև Աստծո խոսքը սա է մեզանից ակնկալում եւ պահանջում։ Եվ Տիմոթեոսին ուղղված թղթի մեջ Պողոս ասում է. «Արդ խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթք անեք»։ Պողոսը գիտեր աղոթքի կարևորությունը, Պողոսը գիտեր աղոթքի զորությունը, եւ նա իր աշակերտին Տիմոթեոսին ուղղորդում է, սովորեցնում է, քաջալերում է, հորդորում է, ասում է ամեն բանից առաջ աղոթք արա։ Ինչ որ պետք է անես, անկախ նրանից դա ինչ ոլորտի մեջ է, աղոթք արա, աղոթքով կանգնիր Տիրոջ առաջ։ Եվ Թեսաղոնիկեցիների առաջի գլուխ 5-րդ խոսք 17 համարում ասում է. անդադար աղոթեցեք։ Թող քո շուրթերը ամեն պահ, ամեն ժամանակ, օրվա տարբեր ժամանակների մեջ աղոթքով ծանրաբեռնվի։ Մի զլանար աղոթելուց եւ Տիրոջ առաջ կանգնիր աղոթքով։ Եվ հաջորդ կետը, որով էլ կվերջացնենք պատգամը, առաջի գլուխ 8-րդ խոսքն է։ Աստված Հիսուս Քրիստոս խոստացավ. գնացեք եւ Երուսաղեմում սպասեք, մինչեւ որ զորությունը կառնեք։ Գիտեք, Հիսուսը աննպատակ նրանց չուղարկեց։ Հիսուսը ուղղակի իրանից ցրելու համար նրանց չասեց գնացեք։
Նրանց նպատակ տվեց, նրանց խոստում տվեց։ Ասեց գնացեք եւ սպասեք այնքան ժամանակ, մինչեւ որ զորությունը կառնեք։ Սիրելիներս, մենք շատ անգամներ սպասում ենք, մտածում ենք, որ զորությունը պետք է մենակ Պենտեկոստեի օրը գա։ Ամեն օրը թող քո համար Պենտեկոստե լինի, երբ որ դու կանգնում ես Տիրոջ առաջ։ Գիտեք, Հիսուսը չասեց աշակերտներ ջան, 10 օր հետո, 15 օր հետո, 1 օր հետո, մի ամիս հետո կլինի դա։ Ասեց գնացեք եւ սպասեք այնքան ժամանակ, մինչեւ որ կգա այդ զորությունը։ Թող քո համար ամեն օրը սպասման օր լինի, որ հենց այդ օրը պետքա գա քո վրա զորությունը։ Եվ ոչ մի խանգարող հանգամանք քո կյանքում չբարձրանա եւ չարքելի քեզ հետ չպահի այդ սպասումից։ Եվ Աստծո խոսքն ասում է. զորություն կստանաք, երբ որ հոգին կգա ձեր վրա։ Գիտեք, զորությունը գալիս է հոգուց։ Զորությունը գալիս է երկնքից։ Երկնքում բնակվող հոգուց պիտի գար զորությունը։ Եվ զորությունը հոգու գործն է, ոչ թե մեր կրոնական պաշտոնի, մեր գիտելիքից, ոչ մեկս մեր գիտելիքով չենք կարող ոչ մի բան անել։ Կարող ենք ճարտար խոսել, այո, բայց մեջը զորություն չլինի։ Մեջը ազդող ուժ չլինի, մեջը հպվող ինչ-որ օծություն չլինի, բայց երբ որ երկնքից գալիս է այդ օծությունը, այդ զորությունը, դու որևիցե բան կարող ես չասեսել, դու ուղղակի կանգնես այդ ներկայության մեջ եւ այդ ներկայությունն իր գործն անի։ Որովհետեւ Զաքարիա մարգարեի շուրթերով Աստված խոսեց եւ ասեց. Զորաբաբելին ասա ոչ թե ուժով եւ ոչ էլ զորությունով, այլ միայն Աստծո հոգով։ Երբ որ Աստծո հոգին գալիս է, նա ամեն բան մի կողմա դնում եւ քեզ հագցնում է զորությունը։ Երբ որ Աստծո հոգին գալիս էր մարդկանց կյանքի մեջ, նրանք չնայելով իրանց փոքրամարմին լինելուն, նրանք չնայելով իրանց կարողություններին, իրանց գիտելիքներին, անում էին այնպիսի բաներ, որ սովորական վիճակում չէին կարող անել։ Աստծո հոգին էր, որ իջնում էր Դավիթի վրա եւ նա կարողանում էր առյուծ պատռել։ Աստծո հոգին էր, որ նա կարող էր Գողիաթին հսկային հարվածեր եւ սպաներ։ Աստծո հոգին էր, որ մարգարեների մեջ խոսք էր դնում համարձակությամբ կանգնելու եւ թագավորների առաջ խոսալու։ Այդ Աստծո հոգին այսօր պատրաստ է իջնել սիրելիս քո վրա։ Նա այսօր գալիս է քո վրա քեզ զորություն հագցնելու համար։ Գիտեք, երբ որ նայում ենք Աստծո խոսքի ճշմարտություններին, կարդում ենք, տեսնում ենք մի անձնավորություն Պետրոս անունով, ով Հիսուսի հետ քայլում էր եւ գիտեր, որ ինքը շատ բան գիտի, որ ինքը շատ բանի մասին տեղյակ է, ինքը անգամ փորձառություններ ուներ նավարկելու, ծովյալիքների վրա գնալու, բայց նա չէր կարող ոչինչ անել, եթե Աստծո ներկայությունը չլիներ իր կյանքի մեջ։ Մի օր նա կանգնեց Հիսուսին, ասեց. Տեր, բոլորը ուրանան քեզ, ինչ որ անեն, բոլորը կփախնեն, բացի ինձանից։ Նա իր մարդկային եսասիրության, իր մարդկային վստահության վրա հենվելով, որ ինքը լավ տղամարդ է, ինքն իր խոսքի տերն ասեց. Տեր, բոլորը կարող են քեզանից փախնել, բայց ես բնավ չեմ փախնի քեզանից։ Հիսուսն ասեց. ընդամենը մեկ աղաղակ եւ դու պետքա 3 անգամ ուրանաս ինձ։ Հենց այդ Պետրոսն էր, որ իր մարդկայինի վրա հիմնված, նա ուզեց Հիսուսին պաշտպանել եւ օգուտ բերելու փոխարեն մարդուն վնաս տվեց, հանեց սուրը եւ կտրեց քահանայապետի ծառայի ականջը։ Բայց երբ որ զորությունը եկավ Պենտեկոստեի օր այդ նույն Պետրոսի վրա, նա կանգնեց եւ ասեց. այն Հիսուսը, որի մասին հիմա ես խոսում եմ, ես նրա վկան եմ։ Գիտեք, զորությունն է, որ մեզ տալիս է կարողություն, Աստծո հոգու զորությունն է, որ մեզ տալիս է այդ համարձակությունը խոսելու բազմությունների առաջ, մարդկանց առաջ։ Այդ նույն Պետրոսը մի քանի ժամանակ առաջ, մի քանի հոգու առաջ ընդամենը ասել էր. ես նրան չեմ ճանաչում։
Եվ շատ անգամներ սիրելիներս, եթե չկա այդ զորությունը մեր կյանքի մեջ, շատ անգամներ մենք էլ վախենում ենք, ամաչում ենք, որ ասենք, այո, մենք հավատացյալ ենք, մենք պաշտում ենք Աստծուն, մենք հավատում ենք Աստծուն, մենք եկեղեցի ենք գնում, մենք աղոթում ենք, մենք փառաբանում ենք, որովհետև չկա այդ զորությունը մեր մեջ, որովհետև այդ զորությունը վերից չենք հագել մեր վրա։ Դրա համար Աստծո խոսքն ասում է երկնայինի մասին, արքայության մասին մտածեք ձեր ամեն օրվա մեջ եւ թույլ տվեք այդ արքայությունից եկող զորությունը ձեզ ծածկի։ Եվ շարունակությունը, երբ որ կարդում ենք, ասում է, երբ որ զորությունը կգա ձեր վրա, դուք կլինեք վկաներ։ Մենք կլինենք իրապես Աստծո վկան։ Ինչպես որ Պետրոսը մեկ օր կանգնեց հենց Վերնանից եւ ասեց. ես այդ Հիսուսի մասին, որ խոսում էի այսքան ժամանակ, ես հենց նրա վկան եմ, ես հենց նրա հետ քայլողն եմ։ Այո, ես նրան ասել էի չեմ ճանաչում, բայց հիմա ուզում եմ ասեմ, ես ճանաչում եմ նրան։ Ես նրա հետ քայլել եմ, ես նրա հետ ապրել եմ, ես նրանից տեսել եմ, լսել եմ, նա իմ մեջ գործ արել։ Սիրելիս, երբ որ երկնային զորությունը, հոգու զորությունը կգա քո կյանքի մեջ, դու էլ կարող ես վկայել, որ դու Աստծո զավակ ես։ Դու չես նայի, որ քո կողքինը միգուցե քեզ ծաղրի, միգուցե քեզ վնասի, միգուցե քեզ հետ ուրիշ ձևով վերաբերվի։ Դու միայն կմտածես նրա մասին, թե ինչ պիտի ասի քեզ քո մասին Տերը։ Եվ դու կլինես նրա վկան։ Զորության նպատակներից մեկը վկալիներն է, եւ երկրորդը զորության նպատակը Սուրբ Հոգուց որ գալիս է, իմ եւ քո կյանքում եկեղեցու առաքելությանը, որն է փրկության բարի լուրը տանելը, դու կլինես այդ առաքելության մաս ու բաժին, որովհետեւ խոսքը ասում է, երբ որ զորությունը կգա ձեր վրա, դուք կլինեք իմ վկաները եւ կլինեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայի մեջ եւ երկրի ծայրերից դուրս։ Եվ մեկ ուրիշ տեղ, երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 28-րդ գլխի 19 խոսքը, Հիսուսն ասեց. ուրեմն գնացեք եւ ամբողջ աշխարհին այս ավետարանը քարոզեցեք, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սա որպես անհատ իմ եւ քո գործն է, սա որպես միաբանություն մեկտեղ հավաքված համայնք եկեղեցու գործն է։ Սա հանձնարարական է եւ անհատի եւ հանձնարարական է եկեղեցուն։ Եվ երբ որ ես իմ մեջ որոշում եմ կայացնում մտնել այդ զորության մեջ, երբ որ ես սպասում եմ այդ զորությանը եւ Սուրբ Հոգու զորությունը գալիս է իմ եւ քո կյանքի մեջ, ես եւ դու կարող ենք միաբանվել այդ նպատակի շուրջ, միաբանվել եկեղեցու առաքելությանը եւ ասել. ես էլ եկեղեցու հետ ուզում եմ քարոզել Քրիստոսի փրկության բարի լուրը։ Սա զորության գալու նպատակներից մեկն է։ Եվ երբ որ վերջի հատվածը կարդամ, սպասումը ունի նաև իր արդյունքը։ Չեմ ուզում պատգամս ավարտեմ, որ սպասեցինք եւ վերջ, որովհետեւ երկրորդ գլուխը երբ որ կարդում ենք, շարունակությունը հենց առաջի խոսքից ասում է. Եվ Պենտեկոստեի օրը այս նույն մարդիկ բոլորը մեկտեղ միաբան էին։ Այսինքն նրանց միաբանությունը շարունակական էր, շարունակվում էր։ Եվ ասում է հենց այդ ժամանակ երկնքից մի ուժեղ հնչյուն եկավ։ Քամու ձայնի պես, սաստիկ ձայն, եւ եկավ Տիրոջ խոստումը։ Սիրելիս, Աստծո խոստումը գալիս է քո սպասման վրա։ Եկեղեցին առաքյալները սպասումով սպասում էին այդ խոստմանը եւ մեկ օր հանկարծակի, ուզում եմ ասես հանկարծակի, գուցե հենց հիմա դու կանգնես եւ հանկարծակի հոգին հպվի քեզ, գուցե կանգնես եւ սպասես ու ոչինչ չլինի, բայց Աստծո խոսքն ասում է սպասիր, որովհետև այդ խոսքը, այն պատգամը, այն օրհնությունը, այն ինչ որ Աստված խոստացել է, այդ զորությունը
պիտի գա քո կյանքի մեջ։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ աղոթքի մեջ կանգնենք, ինչպես որ ես ասեցի։ Եթե չունես ընտանիքի անդամ, չունես եղբայր, քուր քո կողքին հիմա, չունես ամուսին կամ կին քո կողքին, ուղակի կողքինիդ հետ միաբանվիր։ Բռնիր կողքինիդ ձեռքը եւ միաբանությամբ կանգնիր Տիրոջ առաջ եւ ասա Տեր, ես ուզում եմ քո զորությունը գա իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ, որպիսի քո համարձակության հոգին գա իմ կյանքի մեջ, որ ես էլ լինեմ վկա, որ ես էլ լինեմ առաքելության մեջ գնացող, քայլող, եկեղեցու առաքելության մեջ շարժվող անձնավորություն։ Ես չեմ ուզում զատվեմ ոչ մեկից, ես չեմ ուզում զատվեմ եկեղեցու նպատակներից, ես չեմ ուզում զատվեմ քո տեսիլքներից, քո նպատակներից, ես ուզում եմ լինել միաբան քո հոգու մեջ եւ քո զորության մեջ շարժվող եւ առաջ գնացող։ Եվ Աստծո խոսքն ասում է, երբ որ զորությունն եկավ, Պետրոսը կանգնեց եւ սկսեց քարոզել։ Երբ որ զորությունը իջավ, Պետրոսի քարոզչության պատճառով 3000 հոգի ապաշխարությամբ դարձան դեպի Տիրոջը։